Շուտով արմավիրցիները կունենան մեծածավալ բազիլիկ եկեղեցի։ Սա եկեղեցու արդեն կառուցված խորանն է, շատ շուտով կխոյանա 17 մետր բարձրությամբ զանգակատունը։ Ընդհանուր բարձրությունը լինելու է մոտավորապես 10 մետր։ Պահպանվելու է գործող եկեղեցին, որը նախկինում եղել է կինոթատրոնի շենք, դա պահպանվելու, որտեղ դա արդեն օծված գործող եկեղեցի է, ինձ թվում է դրա համար է հիմնականում պահպանվելու, ինքն էլ նորմալ կառույց է, սրան միացնում ենք նոր կառուցվող եկեղեցու շենքը։ Եկեղեցու կառուցումը մեծ նվեր էր արմավիրցիներին Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանական տարվա ու քաղաքի հիմնադրման 80-ամյակի առթիվ։ Բարերար Կարեն Մկրտչյանը երկար տարիներ ապրում է Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահն է։ Առաջին անգամ չէ, որ աջակցում է հարազատ արմավիրցիներին։ Նա վերանորոգել է նաև 5-րդ դպրոցի սպորտային դահլիճը։ Դեռ տարիներ առաջ էր որոշել ծննդավայրում եկեղեցի կառուցել։ Ինչ կանի քրիստոնյան, եթե ծնվել է միտեղ, որտեղ միակ քաղաքն էր մնացել ամբողջ հանրապետությունում, որ չկա եկեղեցի ու չի եղել։ Ինչ պիտի աներ առաջին հերթին քրիստոնյան։ Իհարկե պետք է Աստծո տունը կառուցեր։ Ես իմ աշակերտներին շատ հաճախ էի բերում այս փոքրիկ մատուռը։ Ծաղկազարդի ժամանակ նույնիսկ չկարողացանք ներս մտնել, դուրսը մնացինք, բայց երեխաներին բացատրում էի, որ Աստված ամենուր է, կախված չի թե որտեղ ենք մենք գտնվում, ներսում թե դրսում։ Սեպտեմբերի 17-ին եկեղեցու հիմնարկեքի արարողությունն էր, որը մեծ հանդիսավորությամբ կատարվեց թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ։ Քաղաքի համար պատմական այս իրադարձությանը մասնակցում էին նաև տեղական իշխանության ներկայացուցիչներ ու բազմաթիվ հավատացյալներ։ Արարողությունը սկսվեց տերունական աղոթքով, սուրբ գրային ընթերցումներով, սաղմոսների ու շարակաների երգեցողությամբ, հոգևոր հայրերը գինով ու ջրով լվացին և սրբալույս միրոնով օծեցին 16 վեմ քարերը, որոնք տեղադրվեցին աղոթատան հիմքում։ Եկեղեցու կնքահայրերն ուխտեցին ամեն կերպ աջակցել եկեղեցու պայծառացման ու շենացմանը։ Ամենամեծ եկեղեցին, ամենակատարյալ եկեղեցին մարդն է։ Եվ նման եկեղեցիները, որ քարե, որ կառուցում են եւ սկսել են շատ կառուցել, երևի դրանց նպատակը հենց մարդ եկեղեցուի կառույցի կատարելագործումն է։ Բարերարի համար մեծ անակնկալ էր Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության ոսկե մեդալը, որը նրան շնորհվեց հայապահպանության գործում մեծ ավանդի համար։ Արմավիրցիների օրհնություն ու երախտիկի խոսքերը թերևս ամենամեծ գնահատականն էին։ Եկեղեցու բակում Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ արմավիրցիներին շնորհավորեց Հայաստանի պետական կամերային երգչախումբը։